Եվ հարգելի գործընկերներ, ավարտելով նաև անդրադառնալով բանին, էլի, ԲՀԿ ձայներին։ Ես կարծում եմ, որ նորից պետքա սկսենք սկզբից, էլի։ Բարգավաճ Հայաստանը չի ստացել ձայներ ձեր ասած տեղամասերում։ Հասկանում եք։ Այդ ձայները չկան ի բնե, որովհետև այդ ձայները հավարվել են անվավեր։ Դու չես կարող անվավեր եղած ձայնը, ասես ինքը ձայնա իրանից վերցրեցին։ Նույն ձև ոնց որ պարոն Ալեքսյանը շատ լավ օրինակ բերեց այն օրը։ Ֆուտբոլիստը գոլ է խփում, պարզում է, որ դա խաղից դուրս վիճակից խփված գոլ էր, հետեւաբար դա գոլ չէր։ Հետեւաբար հնարավոր չի ասել, դե եթե այդ գոլը այժմ հնարավոր է ասել, որ եթե այդ գոլը անվավեր չճանաչվեր, որովհետև խաղից դուրս վիճակում էր, ապա գոլը կհաշվեր։ Այո, բայց ճանաչվել է, չէ՞։ Եվ ընդ որում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է հիմնավորումը, թե ինչի է ինքը կարծում, որ այդ տեղամասերի արդյունքները, ավելի շուտ չեղարկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ինչի՞։ Որովհետև, օրինակ, եթե այդ չեղարկված ձայները գումարվեին ներողություն, չգումարվելու դեպքում ներողություն, եթե այդ ձայները ինչա տեղի ունեցել, հիմա այդ ձայները գումարվել են անվավերներին եւ հետեւաբար անճշտություններին, ներողություն, անճշտություններին եւ կարող է հնչել փաստակ, դե գիտեք ինչ կա, հետեւաբար վավեր ձայները քչացել են, հետեւաբար մեր անցնելու հավանականությունը փոքրացել է։ Բայց հակառակ դեպքում, եթե ուղակի այդ անվավեր ձայները ուղակի զրոյացվեին, չգումարվեին անճշտություններին, միևնույն է, արդյունքը լինելու էր նույնը եւ հետեւաբար արդյունքի վրա չի ազդել։ Բայց ամենակարևորը, Ժորժ ջան, իսկ կարող է գաք ստեղ ասեք այդ ինչ զապիսներ են։ Ժորժ ջան, քյաբաբից ստեղ շատ խոսվեց, էլի։ Այդ ինչ քյաբաբ էր, այդ ձեր ներկայացուցիչները ենթադրաբար, որ իրար հետ խոսում էին։ Ինչի էին, օրինակ, տողատակով ասում քյաբաբ, բան, չեմ ասի, կասեմ քյաբաբ։ Կարող եք բացատրել, խնդրում եմ, եկեք ստեղ բացատրել, ինչպես է ստացվում, որ ձեր աջակիցները կոդային բառ են օգտագործում քյաբաբը, ու ինչի էին վախենում, որ այդ կոդային բառի իրական իմաստը, որ ասեն, խնդիրներ են ունենալու։ Կամ տարբեր խոսում ենք Ղարաբաղցի մեր քույրերի եւ եղբայրների իրավունքներից լավ ենք անում։ Կարող եք բացատրել, այդ ինչ ձայնագրություններ, որտեղ ենթադրաբար էլի ձեր թիմի ներկայացուցիչներ իրար մեջ խոսում են մի Ղարաբաղցուց, հայհոյում են իրան, ասում են դա բան է, այդքան բան արեցինք իրանց համար, ինքը մեզ չի ընտրելու։ Այս ինչ տասնյակ, հարյուրավոր ձայնագրություններ են, սիրելի ուժեղ Հայաստան խմբակցություն, որոնցում ենթադրաբար ձեր թիմակիցները առնվազն ձայնագրությունից մենք լսում ենք, որ խոսում են մարդկանց փող տալու մասին, որպեսզի իրանց ընտրեն։ Հայաստան դաշինք, ձեր ներկայացուցիչների այդպես ձայնագրություններ էլ կան։ Ինչ է դա, կարող է միջև այդ բանը բարձր իրավաբանական վեճերը արդյոք Բարգավաճ Հայաստանի վերաբերյալ արդյունքները որոշիչ են եղել թե ոչ, այդ բարձր, այդ ռաֆինացված խոսակցությունների փոխարեն կարող եք ստեղ գաք ասեք, այդ ինչ քյաբաբ էր, այդ ինչ ընտրակաշարքի տեսքով քյաբաբի մասին էին խոսում ձեր հարգարժան թիմակիցները, խնդրում եմ եկեք ասեք։ Որովհետև հարգելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, որ մենք բարեկիրթ ենք եւ դա նշանակում է, որ մենք նաեւ լինելու ենք մեղմ, դուք սխալվում եք, մենք շարունակելու ենք լինել բարեկիրթ, բայց ոչ ոք երբեք չի մոռացելու, չի մոռանալու այն համակարգված ընտրակաշարքի սխեման, որը ձեր համապատասխան քաղաքական ուժերը գործարկել են, ինչը ակնհայտորեն բխում է հրապարակված ձայնագրություններից։ Դուք պետք է գաք ստեղ պատասխան տաք։ Ընդհանրապես հարցերը ստեղ մենք ենք տալիս։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։